Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներ, բարեկամներ ջան, Աստծո լույսով, բարի լույս եմ ասում բոլորիդ, Աստծո սերը եւ օրհնությունը անպակաս լինի բոլորիցդ, սիրելիներս։ Իսկ հիմա այսօր մինչև ինչ եփելու, պատրաստելու հարցին անցնելը, ուզում եմ ձեզ հետ միասին հիշենք, մի քիչ հետ գնանք մեր հիշողությունները, կոֆեն բովենք, նոր աղանք։ Հիշում եք, սիրելիներս, հիմա տեսախցիկը մոտ բերեմ, որ ահա, լավ երևա, հիմա տեսեք։ Գազօջախը միացնեմ, մի փոքր տապակի մեջ շատ քիչ, մի անգամվա բովելու թարմը կբովեմ և կաղամ։ Ահա, թող տաքանա կբովեմ, կաղամ, ձեզ համար էլ սիրելիներս միասին կխմենք։ Այստեղ էլ ջուր եմ դրել այսօրվա ինչ եփելու հարցերի համար։ Այսօր սիրելիներս պատրաստելու եմ տոլմա։ Հիմա, մինչ կոֆեն կբովեմ, կհովանա կաղամ, այստեղ էլ ջուրը կերա, կաղամը կխաշեմ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն բովնվեց։ Շատ անուշ բուրմունք տարածվեց մեր խոհանոցում։ Զգացի կոֆեի այն համեղ բուրմունքը։ Ասում են, կոֆեները գրված է, որ գալիս է բոված, բայց միևնույն է, պետք է բովես, որ համով լինի։ Բովելու ընթացքում էլ հիշում եք, թե ինչպիսի ոնց որ ճտոց արդեն իր բովնվածության նշանն է տալիս մեզ։ Վերջ, սիրելիներս, հիմա լցնեմ սառի, որ աղամ։ Սա այսօրվա համար բավական է, որ աղամ թարմը օգտագործենք։ Հիմա, սիրելիներս, միջ սառի, այստեղ էլ արդեն ջուրը եռած, աղ լցնեմ, կաղամբ եմ խաշելու տոլմայի համար։ Աղը լցրեցին, արդեն կաղամբերը դրեցի։ Կաղամները խաշեցի, վերջացրեցի, մի հատ սառը ջրով էլ կցողեմ, կթողնեմ ջրքամվի։ Այդ ընթացքում արդեն կոֆեն կաղամ և միասին կխմենք։ Մինչ կաղամբը խաշեցի, կոֆեն սառեց։ Հիմա մինչև կոֆեն էլ աղամ, դնեմ խմենք, կաղամբը կսառի ու կսկսենք միասին փաթաթել համեղ տոլման։ Սիրելիներս, արդեն աղացի վերջացրեցի, հիմա դնեմ
Ձեզ էլ դնեմ սիրելիներս, հավաքվեք, եկեք։ Միանգամից կոֆեի ջազվան մեծ է, բոլորիդ համար։ Թարմը, հատիկավոր, բոված կոֆեն դնեմ, ձեզ էլ հրավիրում եմ, եկեք։ Հələ այստեղ տեսեք, հիշում եք սիրելիներս, որ աղում էինք, այսենց բարձրանում էր վերև, ուրեմն պատրաստ է, մանր է աղացել։ Կրկին գնացի հիշողություններ, ահա, մի քիչ է լսնեմ, հավաքվել է պատերը, սա կմակ։ Սիրելիներս, այս համեղ կոֆեից ձեզ էլ եմ դրել, հավաքվեք, եկեք, համեղ կոֆեն խմենք այս համեղ մրգերով, չարազով և կանֆետով, սիրելիներս։ Գիտեմ, բոլորի տներներ կան, բոլորն էլ օգտվում են, ուտում են, սիրելիներս, բայց այսօր ուզում եմ ձեզ ի սրտե հյուրասիրեմ, համեցեք։ Իրոք, սիրելի հետևորդներ ջան, հատիկավոր կոֆեն, որ գնում ենք, պետք է մի քիչ բովենք, նոր աղանք։ Մենք ոնց ենք սկզբից Հայաստան, որ ապրում էինք, նորից գնամ հուշեր, մինչև կոֆեն չբովեինք, չէինք աղում, մանավանդ ձեռքի աղացով, մի անուշ հոտ էր գալիս, բուրմունք, մեկ էլ հիշում եք սիրելիներս, կանաչ կոֆեները մանր, Հայաթում ես ջերմոցի կողքերը ցանեցի, բայց աստված իմ, պետք էին հավանգով, քարից հավանգ ուներ կիսուրից ջարդենք, նոր աղայինք։ Այդպիսի լավ հիշողություններ ենք ապրել, սիրելի հետևորդներ ջան, ովքեր իմ տարիքին էր, հիմավա ջահելները չեն հիշում։ Այն ժամանակվա կյանքն էլ իր դժվարություններն ուներ, և այդ դժվարությունների մեջ համ ու հոտ կար։ Ահ, անուշ համեղ կոֆեն։ Դե ասեք, հիմա, որ դրել եմ, չէ, մեկ անգամ գրել եք, ինչ չեք դնում, օգտվեք, սիրելիներս, այդ խուրման չի կարելի, նուրը չի կարելի, գրեգֆուրտը կարող եմ ուտել, տանձը քաղցրություն ունե, այստեղ չարազը խնդիրներ ունեմ, չեմ կարող, կանֆետներ չեմ կարող։ Էլ չեմ գտնում, իմաստ ուղղակի ուզեցա գեղեցկության համար դնել, ծաղիկներիս հետ գեղեցիկ թող լինի։ Անհամբեր առավոտյան սպասում եմ, որ ձեր հետ կոֆե խմեմ։ Հարցս այսօր ժամը 7:30 է գնում գործի, ասում եմ մամա քեզ էլ դնեմ, ասում եմ չէ, ես իմ բաժանորդների հետ, քույրիկներիս հետ պետք է խմեմ կոֆե։ Համով խմեցի ձեզ հետ, իմ համովներ, անուշիկներ ջան։ Միսը լավ լվանելուց հետո թողել եմ ջրքանվելը։ Հարցս ջրքանվելուց հետո սկսեց աղալ, արդեն համարյա վերջացնում է։ Մի քանի կտոր խոզի միս է մնացել, որ աղա։ Սիրելիներս, ինձ մոտ 3 կիլոգրամ փափուկ տավարի միս է և 1 կիլոգրամից էլ մի քիչ ավել խոզի փափուկ միս, առանց ճարպի։ Հիմա այսքանը տոլմա չեմ պատրաստելու, վրայից մի քիչ կվեցնեմ, ուզում եմ բլինչիկ պատրաստեմ։ Հենց որ բլինչիկը պատրաստեմ, սիրով ձեզ հետ կտեսնեմ։ Հիմա աղում է սոխը տոլմայի համար։ Սոխն էլ աղա վերջացնի, արդեն սկսենք խտողակը պատրաստել։ Հիմա պատրաստում եմ տոլմայի խճողակը, ավելացնում եմ մսին լվացած ջրքանված բրինձ, ասեմ, որ բլինչիկի միսը արդեն խառնել եմ իրար, վերցրել եմ տավար ու խոզ իրար հետ, մսին ավելացրել եմ նաև աղացած սոխը, ավելացնում եմ կարմիր պղպեղ, չորացրած ռեհան մարզա,
թարմը համեմ, պետրուշկա և սամիտ։ Ավելացնում եմ հալած յուղ, կարագը հալել եմ, դարձրել եմ յուղ։ Խոզի միսը յուղոտ չէր, ճարպոտ չէր, դրա համար յուղ եմ ավելացնում և համեմում եմ աղով, առայժմ այսքանը բավական է, և իմ ձեռքով աղացած սև կլոր հատիկավոր պղպեղը։ Մի քիչ խոշոր է աղացել, դրա համար դժվար է գալիս։ Հիմա կավելացնեմ ջուր, աստիճանաբար եմ ավելացնելու և ավելացնում եմ սառը ջուր։ Ես մեկ անգամ ասել եմ, ընդհանրապես սառը ջրով եմ պատրաստում բոլոր ճաշատեսակները։ Լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները հավասարաչափ խառնվեն, աղն ու սև բիբարն էլ իր համեղ բույրը տա մեր խճողակին։ Պետք է լավ հունցենք, որ աղացած մսի գնդիկները լավ բացվեն, որ ավելի փափուկ հյութալի տոլմա ստանանք։ Ավելացնում եմ նաև մի փոքր սև աղացած բիբար, մի փոքր էլ ջուր, նորից կհունցեմ։ Միսը լավ հունցելուց հետո վերցնում եմ և հարվածում ամանի մեջ և այդպես ստացվում է ավելի փափուկ։ Խճողակը արդեն պատրաստ է, կադրից դուրս կաղամբի տերևների կոշտ մասերը հեռացրել եմ, թողել եմ փափուկ մասերը։ Հիմա սկսենք փաթաթել։ Կաթսայի մեջ դրել եմ կաղամբի տերևներ, տերևների վրա էլ շուռ եմ տվել ափսե։ Հիմա սկսեմ փաթաթել։ Տերևի մեջ կաղամբի դնում եմ 2 թեյ գդալ խճողակ, վերևից բերում եմ, կողքերից աջ ձախ ներս եմ տալիս, ոլորոլով փաթաթում եմ։ Ասեմ, որ ինձ մոտ այդքան էլ հաջող կաղամբ չի, բայց կփաթաթեմ ձեզ հետ ասել խոսելով կփաթաթենք միասին։ Սիրելիներս, համ փաթաթում եմ, համ էլ ուզում եմ ձեզ իմ շնորհակալական խոսքը ասել։ Շնորհակալ եմ անսահման ձեզանից, ձեր բարի խոսքերի, ջերմ խոսքերի համար։ Սիրելի հետևորդներ ջան, բարի խոսքերը ասելը դժվար չի։ Բարի խոսքեր ասելով մարդկանց հոգիները համ ջերմանում են, համ էլ հոգիներում երկար է մնում բարի խոսքերը։ Ինչքան կարող եք բարություն արեք և սեր տարածեք։ Աշխարհում չկա ավելի արժեքավոր բան, քան մարդկանց սեր տալ և բարություն անել։ Եղեք այդպես միշտ բարի։ Սիրում եմ բոլորիդ, Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքները։ Եվ այդպես հիմա փաթաթելով նույն ձևի, ինչքան հնարավոր է, տերև կա կաղամբի, շատ թեթև է և նուրբ է փաթաթվում, տերև կա հիմա կոշտ է, չնայած ես լրիվ առանձնացրել եմ, կոշտերը հանել եմ, կտրել եմ, բայց միևնույն է, եթե բարակ է լինում, կաղամբը լավ է փաթաթվում, բայց ոչինչ, կփաթաթեմ։
Միշտ ուզեցել եմ կաղամբը փաթաթեմ վերջացնեմ, սոխառած անեմ լեչոյով և լցնեմ վրան եփեմ, ընդհանրապես չեմ փորձել, երբևիցե չեմ փորձել, համն էլ չգիտեմ։ Միշտ ընտանիքիս անդամները սովորել են, որ տոմատի մածուկով պետք է բացեմ կամ լոլիկ իրահույթով այդ հյութը լցնեմ, պատրաստեմ տոլման, եփեմ տոլման։ Կարելի է մեկ անգամ փորձել, կփորձեմ մեկ անգամ և իրոք ուզում եմ համոզվել, որ կարող է ավելի համեղ ստացվի լեչոյով և սոխառածով։ Հենց որ փորձեմ ձեզ ցույց կտամ սիրելի հետևորդներ ջան, թե ինչպես ստացվեց։ Որքան հնարավոր է ուզում եմ կոկիկ փոքր փաթաթեմ և ձեզ ներկայացնեմ։ Խաղողի տերևով եմ շատ սիրում տոլմա փաթաթել, որտև շատ հավեսով, բարակ, նուրբ փաթաթում ենք։ Տերևով հեշտ է փաթաթվելը, իսկ կաղամբով, եթե այդպիսի կաղամբ է, ինչպես հիմա իմ մոտ է, շատ դժվար է։ Դե ինչ սիրելիներս, կփաթաթեմ մնացածը կադրից դուրս, արդեն եփելու ժամանակ, կհանդիպենք, էլ կարիքը չեմ զգում, որ մինչև վերջ ձեզ ցույց տամ։ Արդեն բոլորս էլ գիտենք, թե ինչպես ենք փաթաթում կաղամբի տոլման, որոշեցի ես էլ իմ տարբերակով ձեզ ներկայացնեմ սիրով։ Սիրելի հետևորդներ ջան, ողջ զանգվածը փաթաթեցի, վերջացրեցի։ Հիմա կաղամբի տերևներով ծածկում եմ կաղամբի տոլմաները, որ ծածկում ենք կաղամբը եփվելուց եռալու ընթացքում ընդհանրապես չի բարձրանում տոլմաները վերև և չեն բացվում։ Միշտ այդպես եմ անում, թե խաղողի տերևով փաթաթված տոլմաների և թե կաղամբի։ Հիմա վերցրել եմ հարմար ափսե, շուռ եմ տալիս կաթսայի մեջ կաղամբի փաթաթված տոլմաների վրա, կափարիչը փակեմ, հետո կլցնեմ արդեն տոմատի հյութ և կեփեմ։ Այստեղ էլ եմ մի քիչ փաթաթել առանձին, ծածկել եմ արդեն, տեսեք, կաղամբի մանր տերևներով, որպեսզի մի կաթսայի մեջ չլցնեմ եռաթափի գազի, երկու կաթսա եմ արել։ Տոլման արդեն պատրաստ է, հոտն էլ տարածվել է ամբողջ խոհանոցով մեկ։ Գույնն էլ կարմիր, գեղեցիկ գույնով տոլմա ստացվեց։ Հիմա ափսեն վերցնեմ, տաք է, դժվարությամբ եմ վերցնում։ Տեսեք սիրելիներս, որ տոլմաների երեսը տերևով ծածկել եմ, մի հատ տոլմա դուրս չի եկել երեսը։ Մի կողմ դնեմ, հիմա երկու հատ վերցնեմ, որ փորձենք։ Գդալ վերցնեմ, մի փոքր սոկ լցնեմ ափսեի մեջ տոլմաների վրա։ Հիմա համը տեսնեմ, ոնց որ ասում են դեգուստացիա անեմ և ձեզ համը փոխանցեմ, թե ինչպիսի համ ունի։ Տեսքը ընտիր, կարմիր, միսը շատ, գեղեցիկ փաթաթված տոլմաներ պատրաստեցի։ Հիմա այդ հյութի մեջ թաթախեմ, ավելի համեղ կլինի։ Տաք է, ստացվեց շատ անուշ համեղ տոլմաներ, սիրելիներս։ Ինձ համար սիրելիներս նորից կոֆե դրեցի, կոֆեն խմեմ և իր ավարտին հասցնեմ այսօրվա հոլովակը։ Սիրելիներս, տոլման շատ համեղ ստացվեց,
Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Այսքանով ավարտում եմ այս հոլովակը, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն։